Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, մեդիա-հաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ վաստակավոր արտիստ, արժանապատիվ և լուսավոր մարդ Ալլա Լևոնյանի հետ, իսկ այսօր ապրիլի 7-ն է, այլ մարդու չէի կարող, հրավիրել ինձ մոտ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սիրով։ Ինչու հենց Ալլա Լևոնյանի, որովհետև մայրության, գեղեցկության, զինվորի մամա այլևս մի անգամից մտքից դու եկար եւ այս գեղեցիկ օրը փորձենք Եվ չսխալվեցիք։ Եվ չսխալվեցի։ Ալլա, ինչպես ես կարողանում հաղթահարել այն, որ այսօր զինվորի մամա ես, որովհետեւ մենք գիտենք ինչա կատարվում մեր երկրում եւ ամեն վարքյան կարծես ահու սարսափի մեջ ենք, բայց տղան խիզախ է եւ մեր սահմանները հուսանք, որ խաղաղություն կտիրի եւ հակառակ պատկերը չենք ունենա, ինչ որ ունեցանք 44 օրյային եւ ավելի վատ վիճակում։ Ամեն ինչ ասեցիք արդեն։ Շատ անորոշ, շատ վախեցած, բայց եւ հպարտ, եւ ես կարծում եմ, որ բոլորը պետք է հայրենիքին վերաբերվեն այդպես։ Հուսամ ոչ մի վատ բան չի լինի։ Հուսամ պատերազմ չի լինի, իհարկե դա այլ մի տեսակ հարաբերական է, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ եւ ոնց որ մյուս որդիները, այնպես էլ իմ որդին գնացել է ծառայելու հայոց բանակին, որտեղ այդպես դա օրինաչափ է։ Այո։ Իսկ օրերը դժվար են անցնում։ Շատ։ Իրականում շատ, այո։ Որտեղ մենք կողքից ասում ենք, վայ, ոնց անցավ այդ 2 տարին, բան։ Դեռ նոր է գնացել, շատ դժվար է։ Մինչև գնալը արդեն երբ մոտենում էր այդ ժամանակը բնականաբար կփաստեն բոլոր մայրերը, կարևոր չի ով ես, ինչ կարգավիճակում ես, բոլորն էլ երեխաներից հեռու լավ չեն զգում իրենց, եթե ավելի վատ բառերով չասեմ, առավել եւս որ հասկանում ես, որ չի գնում ծովափ հանգստի, բայց նաեւ սխալ կլիներ եւ օրինաչափ չէր լինի, եթե օրինակ իմ որդին չծառայեր հայոց բան։ Ես չեմ էլ մտածել այդպիսի բան անկեղծ ասած։ Այո։ Հիմա շատ էլ չեմ ուզում խոսել այդ թեմայով, բայց քանի հարցը տվեցիք, նորմալ է։ Համբերություն եւ Աստված պահապան։ Շնորհակալ եմ։ Եվ անցնենք այս գեղեցիկ տոնին, որովհետև մենք վերջին հազարամյակում գոնե ոչ տոնել ենք կարողանում ճիշտ արժանավույնս տոնել եւ հատկապես այդ 1 ամիսը մենք միշտ բողոքում ենք տղամարդիկ, ասում ենք կանայք իբր մի եսիմիջ օրի էինք մենք մի հատ ամիս եւ այդ ամիսը մենք փորձում ենք ծաղիկներով, շնորհավորանքներով, երբեմն երբ որ մոռանում ենք կանայք նեղանում են մեզնից, տոնը որպես այդպեսին ինչա քեզ համար եւ ինչա տալիս։ Արտուր ջան, մեզ համար միշտ է հաճելի այդ վերաբերմունքը։ Ասում են կնոջը ինչ է պետք, վերաբերմունք, որը իր մեջ կարող է ներառել տարբեր բաներ։ Մեկը ծաղիկներ, մյուսը նվերներ, մեկը ժպիտ, մյուսը գրկախառնություն եւ մի ամբողջ աշխարհ է այդ պահին մեզ տրվում, լավ աշխարհ։ Իսկ գարունը ծաղկած անուշաբույր է, գարունը, որը կա Հայաստանում, ցավոք սրտի շատ կարճ է տևում, բայց շատ լավ է, որ այն կա, ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք բոլորս երջանիկ ենք այն առումով, որ մեր երկրում բոլոր 4 եղանակները վառ ներկայանում են, այսպես ասեմ, այդ շատ կարևոր բան է, էլի, որովհետև երկրներ կան, որ ասում ենք, վախ ինչ լավ է, միշտ տաք է, կամ ով ձյուն է սիրում, ասում է, միշտ ձյուն լինի, իսկ մենք ունենք ամեն ինչ։ Իսկ գարունը ծաղկման, արևի եւ ֆիզիկապես եւ մտավոր եւ հոգեվոր դաշտում ինքը արևն ու ծաղկունքը, անուշ բույրը, աչքդ կանաչ է տեսնում, ծաղիկներ է տեսնում, մի տեսակ ներաշխարհիդ վրա ազդում է։ Իսկ երբ սիրած տղամարդը կամ ընկերը կամ, չգիտեմ, ընկերուհին անգամ կարող է ծաղիկներ նվիրել, դա միշտ է ջերմացնում, իսկ արդեն որ գիտենք մարտի 8-ից դեպի ապրիլի 7, չնայած ես ասեմ, որ ես ապրիլի 7-ը շատ եմ սիրում, որտեղ այնտեղ շեշտադրում կա մայրության եւ գեղեցկության, եւ քանի առիթ է ուզում եմ շնորհավորել մեր սիրելի կանանց, աղջիկներին հատկապես,
ուզում են, որ իրենց կյանքից այդ ծաղկած եւ անուշաբույր գարունները անպակաս լինեն եւ վայելենք այդ գարունները երկար տարիներ, խաղաղ, առողջ եւ սիրով լի։ Շնորհավորում եմ։ Մենք օրինակ նայ ունենք այսպիսի մի բան հայ տղամարդ, հայ կին, հա, որը կարծես մնացած բոլոր ազգերը չունեն, հա, երբեք չեն ասում իտալացի կին բան, հա, բայց մենք ունենք հայ կնոջ, հայ մոր կերպար։ Ինչ ես կարծում վերջին տարիներին հատկապես ինչքանով մնաց այն վիճակում, որ հայ կինը ունենա իր դերն ու նշանակությունը, որտեղ մենք կարծես հենց վերջին տարիներ ինչու եմ անդադ նշում 7 տարիները, որտեղ ոչ կինը իր տեղում եղավ, ոչ տղամարդն իր տեղում եղավ, հատկապես երբ որ տղամարդու ողնաշարը կոտրվեց, հա, կնոջ արժե համակարգը որտեղ կորավ, որ պահին կորավ։ Երբ երիտասարդների հետ խոսակցություն եմ ունենում, ես իհարկե ինքս շատ առաջադեմ մարդ եմ, բայց ես կարծում եմ, որ պետք է հիմքի վրա կառուցել այդ ապագան, էլի անցյալը չմոռանալով, մեր ավանդույթները չմոռանալով, արժե համակարգը չխախտելով, որը ցավոք սրտի միայն մեր հայերիս խնդիրը չի, ամբողջ աշխարհում ինչ որ բան է խախտվել եւ կարծես միտումնավոր է արվում։ Ես չեմ խոսում մարդու մասին, որը կարող է լինել կին եւ տղամարդ, որոնք ունեն հավասար իհարկե հավասար իրավունքներ, բայց ես դեմ եմ ֆեմինիզմին, ես դեմ եմ արհեստածին ներմուծվող մեր ազգին ոչ հարմար եւ հարիր որոշակի բաներ, որը ուղղակի մերը չէ, իսկ ինչը որ մի տեսակ շինծու է, ինքը չի կարող, ինչքան էլ ներարկեն, ինչքան էլ փորձեն մեր կյանք մխրճել, ինքը չի կարող երկար տևել։ Հիմա այդ էի ասում, երբ զրուցում ենք, երեխեքը ասում են, ախր հիշեք առաջ ինչպես է եղել, երբ հյուր են եկել, օրինակ կանայք իրավունք չեն ունեցել սեղանին մոտենալ, մենք խոսում ենք օրինակ 100 տարի առաջվա։ Ասում եմ, նայեք, այն ժամանակ, եթե դուք խոսում եք կոնկրետ այս ժամանակահատվածի մասին, երբ իրար կողքի ապրել են հայեր, քրդեր, ասորիներ, չգիտեմ, թուրքեր ու երբ քուրդ հյուրեր են ունեցել, օրինակ տղամարդիկ հյուրեր են ունեցել, բնականաբար կինը, մայրը, աղջիկ երեխան դուրս չեն եկել, որովհետև իմանալով ով է իրենց հարևանությամբ ապրում, ով է իրենց տուն գալիս, հնարավոր էր, որ լիներ հետո խնդիրներ, որոնց մասին ես չի որ պիտի պատմեմ, բոլորդ էլ գիտեք, դրա համար որպեսզի զերծ մնան այդպիսի բաներից, բայց միշտ ասում եմ, երեխեք ջան, հայ մոր, հայ կնոջ կերպարը, նույնիսկ այդ այն ժամանակվա ասենց բեղերով ձյաձյաները մեր նախնիները չէ հենց իրենց տղամարդու այդ հուշկու կերպարի մեջ միշտ էլ խորհուրդ են լսել իրենց ծնողից, մորից, կնոջից, մայրը եղել է միշտ բարձունքի վրա, այնպես չի, պետք չի խառնել, էլի, այդ արժե համակարգը սխալ ձևով ներկայացնել։ Ես փորձում եմ բացատրել, որ միշտ էլ հայ կինը իր վերելքում է եղել, միշտ էլ հայ կինը պահել է թիկունքը տղամարդու եւ ընտանիքում եւ երկրում եւ պետության մեջ դաստիարակելով երեխաներ, տղաներ, աղջիկներ, որոնք պետք է ապագայում եւս լինեին երկրի պաշտպաններ, կանայք պետք է աղջիկները պետք է զավակներ ունենան, մի խոսքով սա է, մենք մի այնպիսի բանում չենք էլի ապրում, որտեղ ասում են, որ խնդիր չենք տեսնում դրա, մենք ուզած չուզած այդ ինքնապաշտպանական ռեակցիան այդ բանը կոդը մեր մեջ կա, միշտ ինչ որ միտեղ մի հատ գիծ ենք, սահման ենք դնում, որ հանկարծ դա չխախտենք, որովհետև նշանակում է, որ խախտվելու է ներսում ամեն ինչ։ Դե վերջին տարիներին իմ ասած այդ շինծու երևույթները, որոնք արևմուտքից հիմնականում այդպես են արսում, Եվրոպայից արևմուտքից փորձում են բերել եւ մենք տեսնում ենք այսօր մեր շուրջը այնպիսի բաներ, որ ուղղակի ասում ես լավ, մի 7-8 տարի առաջ այսպիսի մեկը այսպիսի բան խոսեր, այսպես ներկայանար, իմանայինք ով է ինչ է անում, ուղղակի պատկերացնել հնարավոր չէր, այսինքն նայ Արտուր, այնքան արագ է գնում ժամանակը։ Մենք հիմա մի բան կարող է խոսենք, երեկոյան դիտենք, ասենք, արդեն չի համընկնում։ Մեր ասածը այդ պահին ճիշտ էր։ Հիմա արդեն մի քանի ժամ հետո ճիշտ չի ընկալվում։ Շատ բարդացել է, շատ ինֆորմացիան է շատ, հիմնականում վատը, կյանքի արագ տեմպը, օրերն են կարճացել, կյանքն է կարճանում եւ մի տեսակ մարդկանց մեջ այդպիսի վախ կա հասցնելու նպատակներին, երազանքներին։
Ես չգիտեմ, այո, շատ բան խախտվել է, հուսանք, որ սա ժամանակավոր բան է եւ մեր գիտակցությունը եւ մեր մտածելակերպը, որը ունենք որպես հայ, չի թողնի, որ դա բերի կատաստրոֆիկ վիճակի։ Համենայն դեպս ես հույս ունեմ այդպես։ Այո, հայ կինը ինքը զենք վերցրեց եւ իրենց որդիների, ամուսինների հետ պահեց այն հողը, հա, սրբազան հողը, որը Աստված չտա, որ հասնի դրան, ես հույս ունեմ, որ այդպես չի լինի, բայց իհարկե այդ ժամանակով է նայում կին է, տղամարդ է, բայց ընդհանրապես ես կարծում եմ, որ պետք է օրինաչափ է, որ տղամարդն է պաշտպանում երկիրը, տղամարդը դրսի գործերն է անում, կինը թիկունքում պահում է տունը, դաստիարակում է երեխաներ, մեր պատիվը բարձր պահելու։ Այ այդ խախտվեց, երբ որ կինը սկսեց աշխատել, իսկ տղամարդը նստած մնաց։ Դա էլ կա, ինչ խոսք դա էլ կա, երբ տղամարդը չի կարողանում ապահովել, ախր գիտեք, հիմա ասում են բաներ, որ օրինակ հետ եմ գնում, ասում են, բայ առաջ ինչպես է եղել օրինակ։ Բոլոր տղամարդիկ չի որ աշխատել են, բայց տղամարդու խոսքը անցել է։ Ուղղակի այսօրվա այս դարաշրջանում, այս առօրյայի, այս կյանքի մեջ իսկապես շատ կանայք հնարավորություններ ունեն աշխատելու, տղամարդիկ ոչ թե որ չեն ուզում, չունեն այդ հնարավորությունը, այդ մասնագիտությունը, այդ աշխատատեղերը իսկապես խախտվել է, մանավանդ վերջի տարիներին, որը որ երևի որոշակի ընտանիքներում խնդիրների առաջ է կանգնեցնում, դա էլ իրենք էլ մեղավոր չեն, բայց դրա համար շատ դժվար է էլի այդ բալանսը պահել ընտանիքում։ Ընտանիքում եթե խախտումներ կան, եթե խախտվեց, եթե չեղավ ընդհանուր համաձայնության եզրեր, ընդհանուր հարգանք, պետության հիմքն էլ ընտանիքն է եւ ըստ դրա կառուցվում եւ պետության պահպանումը հենց դրանով է էլի առաջին հերթին։ Դրա համար ես կարծում եմ, որ սկսած մանկապարտեզից այդ ազգային դիկտատուրան, ես որ ասում եմ, մի քիչ կարող այդ դիկտատուրա բառից խրտնում են մարդիկ ոմանք, ես չեմ խոսում նրա մասին, որ պետք է, չգիտեմ, փայտը ձեռքիդ լինի կամ միշտ վատ, դրա մասին չի խոսքը։ Ազատության մեջ ազգային դիկտատուրա, այսինքն ազգայինը ներմուծելու, ազգային գաղափարախոսությունը, արժեքները վերանայելու եւ երեխաների մեջ դաստիարակելու, որը որ շատ լավ անում են մեր թշնամի պետությունները, նույնիսկ այն դեպքում, երբ որ իրանք ստում են, այսինքն իրանք մանկապարտեզից սուտն են ասում, երեխաների մեջ ներարկում են ու մեծացնում են վատ, չար, սպանող, հարձակվող տեսակ, իսկ մենք ունենալով այդ արժե համակարգը, մենք ջանք չենք գործադրում դնել սկզբից զերոյից այդ ազգային դիկտատուրան պահպանելով, նորից եմ ասում դիկտատուրան ճակերտներում, որտեղ մարդիկ կան կոնկրետ բառ են հասկանում կամ կարդում են վերնագիր ու սկսում են հարձակում գործել։ Եթե խոսքը լսեն, կհասկանան ինչի մասին եմ խոսում։ Կոլորոցային ունի, որը հենց սերմանում է, հա, թշնամու դեմ, թշնամաբար։ Կոնկրետ հայի դեմ։ Այո։ Իսկ մենք ունենալով այսպիսի անցյալ, այսպիսի պատմություն, հազարամյակներով, դարերով լեզու, եկեղեցի, հաղթանակներ, մենք ու այսպես հանգիստ մեզ համար ապրում ենք, էլի տեսնենք վերջներս ինչ է լինելու։ Մի աղետալի վիճակ կա, հատկապես այն զույգերը, ովքեր որ ամուսնանում են, եւ շատ արագ բաժանվում են։ Ընտանիքը որպես այդպեսին փլուզվում է եւ կոտրվում է լիքը բաներ, հա, զգացողությունից վերցրած այդ սերը, որը գուցե իրենք, չգիտեմ, եթերային են համարել, գուցե այդ պահին այս բաժանությունների ֆոնին ինչպես կբացատրես, ինչու էր այդպես, օրինակ մեր մամաների սերունդը իրենք կարծես, օրինակ իմ պապան ասում էր, որ գնացի, տեսա մամային, այտենց մի անգամից սիրահարվեցի եւ որոշեցի, որ ինքնա եւ վերջ։ Ամուսնացանք, ընտանիք եւ այլն եւ այլն։ Այն ժամանակ օրինակ կար բաներ, որ եթե նույնիսկ համաձայնություն չկար ընտանիքում, բայց կարողանում էին, հա, պահել ընտանիքը։ Երեխա էր ծնվում, հանուն երեխայի էին պահում այդ ընտանիքը եւ այլն։ Հիմա ո՞րն է լավը, պահել այդ ընտանիքը որոշակի թերություններ ինքդ քո մեջ պարպելով, թե ճիշտը որ չեն հասկանում, պիտի բաժանվեն։ Արտուր ջան, այնքան բարդ հարց է, երկու զուգահեռ եւ երկուսում էլ կա եւ ճիշտ եւ սխալ։ Ես հիմա փորձեմ ինչպես ես եմ ընկալում ու շատ կարճ ասեմ, բայց դա շատ անձնական է, իսկապես բոլորի փոխարեն ես չեմ կարող խոսել։
Մի քիչ ուղղակի համատարած է դառել այս բաժանությունները։ Ասում եմ, ժամանակներ են փոխվում, մոտեցումներ են փոխվում, կյանքից պահանջներն են փոխվում, մտածելակերպ է փոխվում, որը որ հենց դրսից ուզած-չուզած փոքրիկ երկիր ապրում ենք մի մեծ աշխարհում, ուզած-չուզած այդ ալիքի տակ պետք է որոշակի բաների հարմարվենք։ Դեռ լավ է, որ քո հայրը սիրահարվել է։ Հիմնականում մարդիկ ուղղակի հարմար են գտել, որտեղ մարդիկ հասկացել են, որ այս փոքր երկրում, այս փոքրիկ ժողովուրդը խնդիր ունի ինքնապահպանման։ Դրա համար պետք է ամուսնանալ, ունենալ շատ երեխաներ։ Սա է դրված եղել հիմքում, էլի։ Դրա համար իրենց անձնական որոշակի բաների մասին չեն էլ փորձել մտածել, այդպես եկել է։ Հիմա որ նայում ենք որպես ժողովրդի շարունակական ձև, ճիշտ է, բայց այսօր էլ խոսում ես մարդկանց հետ, ասում են ամբողջ կյանքում հնարավոր չէ առանց սիրելու, որոշակի բաների ենթարկվելով ապրել։ Դրա համար ես չգիտեմ ինչ պատասխանել։ Կյանքը ինչքան դարձավ հեշտ, այնքան բաժանություն, այո, պահանջներն են մեծանում։ Իրականում երևի առաջի տարբերակը, եթե մենք խոսում ենք մեր պետության եւ ժողովրդի ինքնապահպանման մասին, բայց շատ ցանկալի կլինի, որ կարողանանք համատեղել եւ լինի սեր ընտանիքներում, որովհետեւ այն ընտանիքում, որտեղ սեր չկա, բայց կան օրինակ 7 երեխաներ, այդ երեխեքը պետք է սեր տեսնեն, էլի, որ իրենք ինքնաբավ լինեն, որ շարունակեն իրենք էլ այդպես առողջ մտածողությամբ, առողջ ընտանիքում ապրել։ Բայց կա դրա հակառակը, որ եւ հնարավորություններ ունեն, եւ սեր կա, բայց ունենում են ընդամենը 1 երեխա, դա նորից ասում եմ, ես չեմ մտնում որևէ մեկի կյանքի մեջ իրենց իրավունքն է, բայց ընդհանրապես ասում են գոնե 3-ը պետք է ունենաս, մեկը մայրիկի համար, մյուսը հայրիկի, մյուսն էլ երկրի։ Ես այդպես եմ մտածում։ Եվ նաև կա մի այսպիսի բան, կանայք հատկապես վերջին էլի տարիներին որոշեցին միայնակ ունենալ երեխա եւ մենակ պահել, հա, երեխային, որը էլի ընտանիքի գաղափարից կարծես մի փոքր հեռանում ենք, որովհետեւ ընտանիքը ինքը մաման է, պապան է եւ երեխաներն են։ Միայնակ մոր կերպարը արդյոք մեր հասարակության մեջ տեղ գտել է։ Եթե դա այս մասին խոսեինք մի 10 տարի առաջ, ուրիշ պատասխան կտայի, բայց այսօր տղամարդիկ կամ երկրում չեն, կամ արդեն ամուսնացած են, ընտանիքներ ունեն, կամ զոհվել են, կամ էլ կան տղամարդիկ, որոնք ինքնասիրահարված իրենք իրենց կյանքը, իրենց վայելքները։ Հիմա ինչ անեն այդ կանայք եւ աղջիկները։ Մանավանդ որ կարծեմ մեր երկրում կանանց թիվը ավելի մեծ է։ Իհարկե ավելի ցանկալի է որ լինի առողջ ընտանիք, երեխան ունենա հայր եւ մայր, բայց նորից եմ ասում, այդ կինն էլ ուզում է երեխա ունենալ, ուզում է ապրել, չեմ պրոպագանդում, ես չգիտեմ Աստված ոչ անի, բայց այդ կարգավիճակում ինչ կանեի, բայց որպես կին ասում եմ, որ ամեն կին ուզում է ունենալ երեխա, այնպես որ դա էլ շատ անձնական է, այն որ խախտված է որոշակի, հիմա ինչքան այդպիսի հարցեր տակ, գրեթե նույն պատասխանն եմ ասելու, այո, կողմ չեմ, շատ բաների, որ հիմա կատարվում են, բայց նաև որպես մարդ, որպես մայր, նաև հասկանում եմ իրենց։ Օրինակ առաջ մեր քննարկումն էլ որոշակի չեմ կարծում ինչ որ բաներ փոխվի, ասում եմ, մի sense ահռելի ալիք կա, որի մեջ ընկած ապրում ենք բոլորս։ Օրինակ առաջ պատերազմի տարիներին, երբ որ հարսը մնում էր մենակ եւ զոհվում էր ամուսինը, սկեսուրը ինքը հարսին ամուսնացնում էր, այսպիսի պատմություններ գիտենք, չէ՞։ Կամ եղբոր հետ, չէ՞, ամուսնու, որպեսզի այդ շարավիղը, այո, ընտանիքի գաղափարը մնար։ Էլի ասում Արթուր ջան, այդ ժամանակի մեջ այդպես են մտածել, մարդիկ այդպես են ճիշտը գտել, որպեսզի պահեն, պահպանեն ընտանիքը, երեխաներ ունենան, ազգը չունենա վերջ։ Հիմա մի տեսակ ավելի եսակենտրոն ենք դարձել եւ ավելի մեր անձի մասին ենք մտածում, ես չգիտեմ ինչու եւ երբ հասանք նրան, որ ասում են ոմանք մեզնից հետո ջրհեղեղ, ես այդ չեմ կական, որտեղ հաց, այնտեղ կաց, ամնավատ այս մեր լավագույն ասացվածքների մեջ երկու ասացված կա, որը շատ վատ է եւ չգիտես այսօր բնորոշում է մեզ, էլի, որից մեկը դա է եւ ես չեմ ընդունում։ Չեմ կարող այս հարցը չտալ, Վազգեն Սպարապետի մասին ֆիլմը,
կարծում եմ նայել ես։ Նայել Թե չես հասցրել։ Հասցրել եմ։ 2 օր առաջ եմ նայել։ Որտեվ ինչու հենց Տիկին Գրետայի կերպարը միանգամից աչքիս եկավ, էլի զենքը որ ձեռքը բռնած նստեց մեքենա եւ որոշեց որդու հետ գնալ սահման պահել։ Էլի հայ կնոջ, ուժեղ կնոջ եւ Դե այդպիսի կանայք են վազգեններ ծնում, ինչպես ասում են։ Բա ինքը պիտի այդպիսին լինի, որ իր որդին էլ ինչ է տեսել իր ծնողից, իր մորից, ամենամեծ կապը մանավանդ փոքր տարիքում, հետագայում իհարկե հոր կերպարը, դաստիարակությունը, ուղղություն տալիս են տղային հիմնականում տղաներին հայրն է լինում որպես պատկեր, բայց մոր հետ կապը շատ ուժեղ է եւ Գրետա մայրիկն էլ, հա, շատ հուզիչ էր ամեն դեպքում։ Ես գիտեմ, որ ընտանիքի հետ նաեւ մտերիմ եք եղել։ Ֆիլմը որպես այդպեսին եւ այդ մտերմությունը, որի մասին այդքան ասվում է ոչ, բայց ես հպարտ եմ եւ երջանիկ եմ, որ Սպարապետի ժամանակակիցն եմ եղել, որ իրեն 2 անգամ առիթ եմ ունեցել արագ 2-3 րոպեով մեր ընկերներով շփում ունենալ, ես ուղղակի հպարտ եմ դրանով, ճանաչել եմ Գրետա մայրիկին, այո, ընտանիքի անդամներին եւ հենց Գրետա մայրիկն էլ, այո, կարելի ասել, որ ինձ համար հայ կնոջ, հայ մոր իսկական կերպար է, ուժեղ կնոջ, հայ կնոջ կերպար է։ Լուսահոգի։ Այո։ Եվ ես այսպես կարճ հարցեր եմ որոշել, հա, առաջին անգամ իրականում, եւ փորձենք այս հարցերի տակից դուրս գալ։ Փորձենք տեսնեմ էդի չարծեր ես։ Ափսոսալ արածի թե չարածի համար։ Ավելի չարածի։ Ես իմ մասին եմ խոսում, որտեվ այնպիսի բաներ չեմ արել, որ տենց ափսոսեմ, սխալներ եղել են, բայց դա ինչի եղել, ավելի լավ է չափսոսալ չարածի համար, որտեվ շատ բաներ կան, որ ուզում եմ անել ու որ չլինեն, կափսոսեմ։ Ինչպես Տերյանը կասեր, արածներիդ համար չասես ափսոս։ Այո։ Եթե հնարավորություն ունենայիք մեկ բան փոխել աշխարհում, ինչը կլիներ դա։ Հա, այդ սխալ ուղին, որը Աստվածահաճո չի, շատ բաներ կան դրա մեջ, այդ ուղությունը, թեքված ուղությունը կդնեի ճիշտ ճանապարհի վրա, որ ամեն ինչ սահուն, գեղեցիկ, սիրով, առանց պատերազմների մարդիկ խաղաղ երջանիկ ապրեին։ Մի տեսակ շեղվել ենք հիմա, էլի։ Այո։ Եթե երեխային մեկ խորհուրդ տայիք ողջ կյանքի համար, որը կլիներ դա։ Ես իմ օրինակով ասեմ, շատ խոսել ենք, որ լավ մասնագիտություն ընտրեն եւ այլն, բայց միշտ ամուսնուս հետ երբ խոսում ենք մեր երեխաների, ասում ենք կարևորը երեխեք առաջինը լավ մարդ եղեք։ Լավ մարդ, բարի, ազնիվ, եթե կարող եք օգնեք։ Այդպես լավ մարդ լինելու այդ շատ կարևոր է։ Մարդը ամենաթանկ բանն է, էլի։ Օրինակ մամաները, հայ մամաները տղաներին երբեմն սխալ են դաստիարակում։ Եվ դրա համար տղամարդը որպես այդպեսին տղամարդ չի ձևավորվում ըստ իս։ Ինչու է այդպես, որովհետև մամաները մի քիչ ավելի հոգատարությունը վերածում են ցավագար ինչ որ բանի, ուր ես, ինչ ես, կերար, նստեցիր, բախ երբ ես գալիս, բա ու տղամարդը որպես այսպես չի ձևավորվում տղամարդ։ Ձևավորվի, հիմա մայրն էլ հոգատար է, ուզում է իմանալ հոգատարության պատճառն է, թե ինչ որ սխալ մի բան կա, որը սխալ մի բան կա, կարծում եմ։ Նույն Գրետա մայրիկի մասին խոսեցիք, ֆիլմում էլ նայում ես, մանկության տարիներին հոգատարության, չափազանց հոգատարության հետ զուգահեռ նաև կա այդ բանը, որ թող գնա, թող մի հատ էլ ընկնի, թող մի հատ էլ ֆուտբոլ խաղա, թող մի հատ էլ, հա, այդ բաները եթե զուգահեռ տանում ես, ոչ մի խնդիր էլ չկա։ Ինձ թվում է առաջին հերթին ընտանիքի դաստիարակությունը, բայց նաև շրջապատը, դպրոցը, ամեն ինչ կապ ունի, բակը, եթե զգում ես, որ տղադ ինչ որ մի տեսակ տենց տղա չի ոնց որ դու ես պատկերացնում, այդ ժամանակ խնդիր կա, պետք է ստիպես, եթե ամբողջ օր այդ համացանցի մեջ է, ստիպես իջնի ֆուտբոլ խաղա, ստիպես արշավների գնա, ոնց որ մենք էինք անում, մենք տղաներ չէինք, աղջիկներ էինք, բայց այնքան սարեր ու ձորեր ենք մեր երկրում բարձրացել, իջել այդ արշավները, խարույկները, այդ ամեն ինչի մեջ պիտի կարողանան երեխեքին ներգրավել, էլի։ Այո, ծնողից շատ բան կա կապված։ Այո։ Շատ անգամ հո չես էլ ասում խոսքերով, չէ, իրենք տեսնում են դուք ինչպես ապրում եք, իրենց համար սպունգի պես վերցնում են, իրենց համար դա է լինում։ Հիմա դրա համար ծնողը շատ կարևոր է իհարկե, հա։
Ամենից շատ ինչի համար եք շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ ես կամ, ծնվել եմ։ Բա մենք ինչքան շնորհակալ ենք։ Ասում։ Լիքը շնորհակալություններ, Արտուր ջան, կարող եմ ասել, բայց նախ ժամանակն է քիչ ինչպես հասկանում եմ, պետք է շնորհակալ լինես իրապես, որովհետև մեզ միշտ թվում է, որ մենք մարդը գիտնականը ստեղծեցինք սա, մի հատ դրսում հորդառատ անձրև է գալիս, բոլորը խառնվում են իրար, վախ խցանումներ, քամի, վայ, ոնց կլինի, ինչ կլինի, եւ տարիքի հետ երբ հասունանում ես, միտքդ էլ ավելի մի տեսակ մեծանում ես, սկսում ես ուրիշ կերպ նայել կյանքին, հասկանում ես, որ դու ոչինչ էլ չես ու պետք է միշտ շնորհակալ լինես այն ամենի համար, ինչ որ կյանքը եւ Աստված տվել է մեզ։ Այ դրա համար եմ շնորհակալ։ Նպատակին հասնելու բոլոր ճանապարհներն են թույլատրելի։ Չէ, իհարկե։ Ամենևին, եթե դա չի վնասելու դիմացինին, կողքինին, դու քո մեջ որոշի, դու անում ես դա թե ոչ, միայն քո շրջանակներում չվնասելով որևէ մեկին եւ հենց այդ էլի ամենաթողությունը ինձնից հետո ջրհեղեղ նոր ասեցի, չէ, այսինքն իմ նպատակին հասնելու համար եթե պիտի ընկերների, գոլեգաների, հարևանների, քո հայրենակցի վրայով կոպիտ բառը ներողություն անցնես, ինչ է ունենաս այն ինչ որ դու ես ուզում, եսասիրությունն է, էլի, այսինքն ամեն ինչի վրայով կարող ես անցնել, հենց այնտեղ էլ խառնաշփոթ սկսում, ոնց որ եւ հիմա է։ Ի վերջո, ինչ է ուզում կինը։ Կինը ուզում է խաղաղ, հանգիստ, երջանիկ, համերաշխ, ինքը իր հետ, իր ներաշխարհի հետ, իր շրջապատի հետ ապրել, ուզում է ունենալ սիրող ամուսին, լավ ընտանիք, երեխաներ, որ ծնողները առողջ լինեն, որ լավ ընկերներ ունենա։ Իրականում թվարկածներս շատ են, բայց դա շատ սովորական առօրեական բան է։ Այդ մեր առօրյանը մի տեսակ մեր կյանքն է էլի խաթարվել, որ սենց այդ անհամաչափ ամեն ինչ դարձել։ Ուզում ենք խաղաղ ուղղակի ապրել, ուզում ենք ժպտանք, ուզում ենք ձևական չժպտանք, ներսից ինչ որ սենց բերկրանք ունենանք, ուզում ենք ծաղիկներ նվեր ստանալ, որը որ շատ է իհարկե դրա պակասը չկա, բայց ես միայն իմ անունից չէ, ես խոսում եմ մեր բոլորի անունից, որ խաղաղ հանգիստ թույլ տան ապրենք, այսքան բան։ Պատերազմ թե խաղաղություն։ Խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, որովհետև եթե այդ խաղաղությունը լինի, բայց ինքը չի ունենալու է, անդադ պատերազմներ են լինելու, որովհետև երբ որ դու ինչ-որ մի բանի համառություն չես ունենում, չես դնում ասում, որ չես սենց պիտի լինի, էլի խաղաղություն, բայց այս ձևով անընդհատ գալու են, ասեն, վախացնելու են, ասեն, դե հանու խաղաղության, սա էլ պիտի տաք, պիտի նվաստանաք, սա պիտի փոխեք, նա պիտի անեք, այտենց մինչև երբ, մինչև ուր, մեր հազարամյակներով պայքարել կռվել ենք, որ այսօր ինչ ուզեն տենց տանք, դե այդպես չի լինում, դիվանագիտություն եւ ուժ, սա կփրկի մեզ եւ մեր միասնությունը իհարկե, գաղափարական միասնությունը, որովհետեւ կոնկրետ ես այսօր պատրաստ չեմ այդ միասնության բոլորի հետ դնել մի կողմեն ինչ որ եղավ ու միասնական այդպես չի լինում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Կանհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։